Հետքը հայտնելա Անիֆի մասով, դե գիտեք, էլի, որտեղ Անիֆը, այդտեղ կոռուպցիա է, կարծում եմ շատերը գիտեն, Անիֆի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում $69 միլիոն ստացել, գրեթե $7 միլիոն։ Կլորացնենք 7, հա, 69-ը իրանց համար 100,000 Էսյանյանը ոչ մի բան, հա։ Միլիոնների մեջ է ինչ է։ Այսի բայց այդ գոչու բավերներ կմտներ կհերքեր, կասեր ասել են 7 միլիոն, բայց 69 ա եղել։ 69 Ինչևէ, 69 ասենք լավ, որ հանգարց բան չլա, $69 միլիոն Անիֆի Մոսկվայի մասնաճյուղը, արա պատկերացնում եք, այդ անպիտան հիմնարկը մեծ Մոսկվայում մասնաճյուղ ուներ։ Մոսկվայում։ Ու $7 միլիոն ստացել է, ու որևէ տենց տեսանելի ինչ որ բան այդ փողով չեն արել։ Հիշեցնեմ, որ նույն Անիֆը 1.5 միլիարդ դրամ փոխանցել էր 8 օրվա կյանք ունեցող մի ընկերությանը, որի տնօրեն էր հանդիսանում Ավինյան Տիգրանի կնոջ ընկերուհին։ Այսինքն սա այն հիմնարկն է, ու թվերը դուք նայեք, էլի, որ այս հատիկ առ հատիկ այս փնթի բանը, այս բոմժը, այս Նիկոլը, որ դնում բաներ անում, չէ՞ այդ, որ հատիկ առ հատիկ բան, մի հատ էլ մեքենա, մի հատ էլ բնակարան 20 միլիոն բան, manicure pedicure-ը հետ կբերեմ բան, երկու եղունգ ենք պոկե բան, այսինքն այս տրամբանության մեջ ուստեղ որ նայում ես, ասենք սրանց մինուսները, բոլորը միլիոններ են, այնտեղ սա $10,000, $20,000, $30,000, ըստեղ որը նայում ես $4 միլիոն, $7 միլիոն, այսինքն ուտելուց միլիոններով են ուտում, տեսական այդ բանը ցույց տալու համար, այդ երևացող մասը ցույց տալու համար մեկից մեկ փչացած ինչ որ մեքենա են հետ բերում, եսի ինչ են հետ բերում, հələ էլ չասեմ, էլի, որ այն ժամանակ էին հետ բերում արգամիջից որ տուն բան խլեցին, հետո նիսիայով ծախեցին իրանց բաների վրա, իրանց ստեղծված այդ Նալբանդյանա տիպի նոր այտենց անհասկանալի ծագումնաբանություն ունեցող օլիգարխների վրա, այսինքն վեկալելուց միլիոններով վեկալում են, ցույց տալուց ինչ որ կոպեկներ են գցում, հələ հարցել է իմ համար, օրինակ որտեվ տես գիտեք, օրինակ ես վերջերս էլ խոսում էին ԶՊՄԿ-ի մասին, ես սակայն ես ժամանակ ԶՊՄԿ-ում եմ աշխատել, տեսել եմ որ այդ ինչը որ ասում են պետությանն է, բան փայ մտնում այդ հիմնարկ, տվել էին Անիֆին։ Հենց այդ ժամանակ վեկալել էր Անիֆը։ Ուտենում ենք այդ փողերը ինչ որ։ Այսինքն որ պետությանն է, որ հետ հատ առ հատ այդ Ռոբին Գուդի այդ պատմությունները մնացին տենց էլ թղթի վրա։